Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանը քարերի երկիր է, սակայն երկրում քարի դեֆիցիտ ունենք, ներկրում ենք։ Հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբ շինարարության տեմպերն ավելացան, նաև Հայաստանի կառավարության ուղիղ ներդրումները սկսվեցին համայնքներում, սուբվենցիոն ծրագրերը զարմանքով արձանագրել են, որ քարի դեֆիցիտ կա, մինչդեռ ասում ենք քարերի երկիր Հայաստան։ Ըստ վարչապետի, քարի մշակման եւ արդյունահանման ոլորտում մենք անելիքներ ունենք, քանի որ առաջին հերթին դա մեր տնտեսության պոտենցիալն ու կոլորիտն է։ Հսկայական խնդիրներ կան ավազի արդյունաբերության ոլորտում, որտեղ հատկապես թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Ավազի ոլորտում բավականին մեծ ստվեր կա, որը ամեն օր փողոցներով ու մայրուղիներով երթևեկում է, սակայն մենք այդ ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել, հայտարարել է վարչապետը։ Ըստ նրա, անվտանգության խնդիր է ստեղծում նաև այն, որ Արաքս գետից ավազ արդյունահանելով, պարզվում է մենք մեր երկրի տարածքն ենք այդպիսով կրճատում։ Նա նաև անդրադարձել է երկրի հանքարդյունաբերության հսկայի աշխատանքներին։ Պատկերացեք, մենք ոչ միայն շինարարության համար քար չունենք մեր երկրում, չնայած քարի երկիր ենք, բայց մեր Հայաստանի 60%-ը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում եւ տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ եւ որոշեցինք, որ անպայման առաջիկայում արդիկ համայնքի հետ մենք այս բացը կլրացնենք եւ համայնքներում մենք սա նախ բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է եւ նաեւ արժեվորելու եւ նաեւ մեր ուշադրությունը հրավիրելու եւ նաեւ մեր խոսույթները մեր իրականության հետ համապատասխանեցնելու, ել չեմ ասում, որ շինարարության ոլորտում իհարկե քարի ներկրումը շատ տարածված երևույթ է, ես չեմ ասում, որ Հայաստան քար պետքա չներկրվի, որովհետև տարբեր պահանջներ կան, տարբեր պահանջարկներ կան, ես խոսում եմ նրա մասին, որ այնինչ ակնհայտորեն մենք նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, միշտ չի, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում։ Այս համատեքստում ես շատ կարևորում եմ նաև ոլորտի թափանցիկությունը եւ իհարկե ոլորտի պրոֆեսիոնալությունը, որովհետեւ նույն քարի ոլորտում ամենատարբեր պատճառներ կան, թե ինչու ենք մենք այսպիսի իրավիճակում։ Այդ պատճառներից մեկը ոչ թափանցիկությունն է եւ այդտեղ գիտելիքի վրա ներդրումների քչությունը, սակավությունը կամ բացակայությունը եւ սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք։ Մենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետեւ այս այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա եւ մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք, այդ թվում այն պատճառով, երբ որ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով շատ արագ մենք ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես այս գոնե ինչ որ մի բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում ստվեր, որը ամեն օր մեր փողոցներով եւ մայրուղիներով երթևեկում է, բայց մենք այդ ստվերին հետ առնչվելու ձևերը չենք գտել եւ սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք ստեղ պետական անվտանգության երևույթներ, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առաջվում, եւ որ պարզվում է Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, եւ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը եւ իդեմս կառավարության նաեւ ժողովուրդը ըստ էության մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուսարի հանքում եւ սա շատ կարեւոր է։ Էլ ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարևոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին
հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին։ Սա ինչ որտեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հնդածս ինքը նաև կզարգանա եւ ուզում եմ ընդգծել նաև հետեւյալը, տեսեք 2018-ից 2025 թվականներին նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2000, այսինքն նախորդող 7 տարվա համեմատ պետական բյուջեի կատարած վճարումները ավելացել են շուրջ 148%, այսինքն կրկնակիից ավելացել են։ Սա նաև այստեղ խնդիրը միայն այն չէ, որ հասկանում եք, որ կառավարությունը պետական բյուջե եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջեի եկամուտները ավելացնում են։ Սա շատ կարևոր է մարդկանց մոտ այդ գիտակցումը կենթանացնելու եւ սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդին է եւ ժողովուրդը եւ պետությունը ավելի մեծ օգուտներ է ստանում այդտեղից։ Ի վերջո այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն եւ այլն եւ այսպես շարունակ։ Հայ-ադրբեջանական խաղաղության մասին է խոսել արտգործնախարարը լեհական TVP World հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Արարատ Միրզոյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, որոնք Հայաստանը չի կիսում։ Այնուամենայնիվ նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ We are ready. The text was finalized in March this year, earlier. Մենք պատրաստ ենք։ Տեքստը վերջնականացվել է ավելի վաղ, այս տարվա մարտին։ Այժմ այն նախաստորագրված է եւ մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այդուամենայնիվ, նույնիսկ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը։ Օրինակ, մենք քննարկել ենք միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող լինելու հնարավորությունը կամ նույնիսկ ավելին միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարները։ Դուք կարող եք պատկերացնել, թե ինչպիսի ծանր բեռ է կուտակվել տարբեր հարթակներում, փաստաթղթերում, կոնվենցիաներում, որտեղ մենք ունեցել ենք վերապահումներ, հատուկ կարծիքներ եւ այլն։ Մենք համատեղ դիմել ենք ԵԱԿ կառույցներին, խնդրելով փակել Մինսկի գործընթացի կառույցները։ Սա արդեն իրագործված քայլ է։ Կա նաև պետական սահմանի զատման գործընթացը։ Այն վաղուց է մեկնարկել։ Մենք արդեն սահմանազատել ենք սահմանի 12 կիլոմետրը։ Այսպիսով կան գործընթացներ, որոնք արդեն ընթանում են եւ կան նաեւ քայլեր, որոնք դեռևս առջևում են։ Տասնամյակներ տևած հակամարտությունը կուտակել է նաեւ ծանր հոգեբանական բեռ։ Երկու կողմերում էլ առկա է արյան պատմություն ու հիշողություն։ Կարծում եմ հասարակությունների շրջանում հավանաբար երկու կողմում էլ դեռևս պահպանվում է զգուշավորություն։ Հաշտեցման գործընթացը ժամանակ է պահանջելու։ Խաղաղությունն, ինչպես արդեն նշեցի, հաստատվել է, սակայն այն երկուստեք պահանջում է մշտական խնամք եւ ամենօրյա ջանք։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ ցանկացած կողմի ագրեսիվ հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում գործընթացին։ Ինչպես է խաղաղությունը փաստ եւ ինչու է ազգային ժողովը հայտարարություն ընդունել օգոստոսին ընդունված փաստաթղթի մասին, այն դեպքում, երբ Ալիևը նոր նախապայմաններ ունի։ Իշխող ուժը պնդում է խաղաղությունը փաստ է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձայնել ու նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը։ Խաղաղությունը process է, այն մեկ իրադարձությամբ չի ամփոփվում։ Կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն ու վավերացումը։ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչները։ Խանդանյանի խոսքով Ադրբեջանի անդադար նախապայմանն է, որ Հայաստանի սահմանադրությունը փոխվի։ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի տարածքով անցող TPP ուղի ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր եւ կարծում եմ սրանով հարցը կարելի է փակված համարել, որովհետեւ եւ ես կուզենայի նաեւ դուք երեք ձեր ռեպորտաժում այդ մասին անդրադառնայիք, բայց այդքան նշեցիք, շարունակում եք նշել, որ դեռևս արձագանք չկա, բայց արձագանքը դա էր։ Արձագանքը հենց այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքում։ Ալիևը ասում է թրիփ, ասում է ուղղակի այդ թրիփը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ
այլ երկրները ինչպես ցանկանում են թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է Խաղաղության խաչմերուկ, իսկ այն ենթակառուցվածքային ծրագիրը, որը Հայաստանը իրականացնելու է Միացյալ Նահանգների հետ, կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման եւ խաղաղության։ Ալիևը նշում է թրիփի ուղին, նա չի խորշում այդ ձևակերպումից, պարզապես ասում է թրիփի այդ ուղին, Թրամփի ուղին, թրիփը անցնելու է Զանգեզուրի միջանցքով։ Ի վերջո այդ պարզաբանումը դուք կարծում եք հնչել է Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում։ Ի վերջո բարձր ամբիոններից հենց վարչապետն է այդ հարցադրումն արել, այդ պահանջը ներկայացրել։ Նայեք, ինձ հետաքրքրում է, թե միայն որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյա, ինձ հետաքրքրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր անվանումները նշվեն եւ հնչեն այնպես, ինչպես դրանք կան, եւ երեկվա հանդիպման արդյունքներով մամուլի հաղորդագրությունը այդ առումով ինձ լիովին բավարարում է։ Կան պաշտոնական ստորագրված փաստաթղթեր, որտեղ կան հստակ նշված անուններ, պայմանավորվածություններ։ Մենք ելնում ենք պաշտոնական փաստաթղթերից եւ պայմանավորվածություններից։ Մնացած բոլոր խոսույթները ուրեմն չեն կարող լեգիտիմ լինեն, եթե վերաբերելի են Հայաստանի Հանրապետության սուվերեն որևէ տարածքի։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի համար պարզ չէ ինչ նախապայմանների մասին է խոսել արտգործնախարարը։ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ալիևի խոսույթին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Վարչապետի հիմնավորումն էլ տրամաբանական չի համարում, թե խոսքը Հորադիս Զանգելյանի մասին է։ Կարծում է Ալիևը պետք է հստակացի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ տերմինաբանությունը հենց նրանք են շրջանառել։ Եթե կա այլ երթուղի, որը չգիտենք, պետք է նրանք հայտարարեն, ասել է Տիգրան Աբրահամյանը։ 44-օրյա պատերազմից հետո, երբ շրջանառության մեջ մտցվեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի այդ ձևակերպումը, Թուրքիան, Ադրբեջանը, տարբեր փորձագետներ, երբ որ դրանք կիրառել են, դրանք ակնհայտորեն այդ մանրամասնություններով եւ տրամաբանությամբ ակնհայտորեն կապ չեն ունեցել այն երթուղու հետ, որը դուք ներկայացրեցիք, այսպես կոչված Հորադիսի Զանգելյան ուղղության հետ, որովհետև այն մարդիկ, ովքեր աշխարհագրական տեսանկյունից պատկերացնում են քարտեզային առումով, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, եւ հիշում են, թե այդ քննարկումները, որոնք շրջանառվեցին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ, ինչ հիմնական կապի հանգույցների հետ են կապված, դրանք լրիվ այլ ուղղությունների մասին են, որովհետև այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը մշտապես քննարկվել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջևի ինքնավար հանրապետության կապի համատեքստում։ Ավելին ասեմ, եթե հիշեք, մի շրջանում բավականին ակտիվ քննարկում էր այն հանգամանքը, զուգահեռներ էր տարվում նաեւ իրանական այն հատվածին, որի միջոցով այսօր տեղի ունենում այդ նմանատիպ կապը եւ այլն, եւ այս տեսանկյունից իմ համար որևէ ձեւ տրամաբանական չի թվում այն հիմնավորումը կամ բացատրությունը, որը փորձվում է ներկայացվել։ Ավելի ես կարծում եմ, որ Ադրբեջանը սրա մասին պետք է շատ հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, եւ քանի որ նրանք են շրջանառության մեջ մտցրել այդ տերմինաբանությունը Թուրքիայի հետ համատեղ, եւ ի վերջո մեր հանրության համար հասկանալի լինելու համար դրանք պետք է պարզաբանում ներկայացնեն, թե դա ինչի մասին է։ Ընտրությունների մասնակցության եւ կուսակցությունների թափանցիկության մասին վարչապետի հայտարարություններին է արձագանքել Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը կարծում է իրենց կուսակցությունից վտանգ են տեսնում։ Նա նաեւ խոսել է ֆինանսավորման մասին։ Ի տարբերություն շատ ՔՊԱ-ականների եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի ես 34 տարուց ավել կուսակցության անդամ եմ եւ չեմ կարող ասել այլ կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարություն ինչպես է գործում։ Հիմա ճիշտ ասած չեմ թարմացրել տվյալների բազաս ովքեր են իրենց կուսակցության փոխնախագահները, բայց
մինչև այս համաժողովի փոխնախագահները կարող է վերընտրվել են, դրա համար եմ ասում, չեմ թարմացրել բազան առաջնահերթություններից մեջ դա չի մտնում։ Մեկը նախկին ՀԿ-ական էր, մեկը նախկին ԲՀԿ-ական էր։ Իրանց կուսակցությունում կան բազմաթիվ կուսակցափոխեր, միգուցե ինքը տենց համեմատել է։ Բայց կարող եմ ասել, որ Դաշնակցության ժողովները քննարկում են կուսակցության քաղաքականությունը երկար եւ շահագրգիռ, որևէ մեկը ելույթ չի ունենում եւ ծափ չեն տալիս, չեն գոռում կեցե։ Լուրջ ժողով է, որը քննարկում է կուսակցության քաղաքականությունը, ընտրում է մարմին եւ հանձնարարում է իրականացնել կուսակցության ընդունած որոշումները։ Բացումը բաց է։ Դրատվամիջոցների համար նաեւ հրավիրում են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դրա վերաբերյալ ընդունված որոշումների վերաբերյալ ընդունվում է հայտարարություն եւ հասարակությունը պատշաճ կերպով դրա մասին տեղեկացնում է։ Իսկ եթե դուք անձամբ դուք չէ, եթե քաղաքական ուժ կա, որը որոշումները կայացնում է այլտեղ եւ համագումարը օգտագործում է զուտ շոուի, ծափողջունների, ծնկի գալու դերասանական բարձր վարպետությամբ եւ կեցե գոռալու համար որոշ քաղաքական ուժեր։ Շարունակենք Շիրակի թեմի առաջնորդը 2 տարով կազատազրկվի։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Արմինե Մելիքսեթյանի գլխավորությամբ հրապարակել է Միքայել Սրբազանի դատավճիռը։ Հիշեցնեմ, սեպտեմբերի 24-ին դատարանը հրապարակել է Սրբազանի վերաբերյալ վերդիկտն ու նրան մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Դատարանը վճռեց Գևորգ Միքայել Աղաշիցի-Աջապանյանին մեղավոր ճանաչել Հայաստանության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով նախտած արարքում եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվելով հաստատի արգելանքի վերցնելու պահից։ Մեղադրի նկատմամբ ընտրված խափարմիջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Արտավարորդային փաստաթղթերը պահել վարույթի նյութերի հետ։ Դատավճռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան, դատական ակտը ստանալուց հետո 1 ամսյա ժամկետում լիստը հայտարարում է փակված։ Մեզ համար կանխատեսել էր այս դատավճիռը եւ այս պատժաչափն ու պատժատեսակ։ Եթե հիշեք, նախորդ մեր հանդիպման ժամանակ մոտավոր նույն բանը ասվեց։ Կաները ամիսը առաջարկել մեղադրողը դատավորն էլ մի 2 տարի ազատազրկում կկարդա իբրև հումանիստական իր դրսևորում։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որ կոնկրետ մենք արձանագրեցինք եւ ձեր տեսախցիկների կողմից նույնպես Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատարանձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարանը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Այսինքն լեգիտիմ չի այս վճիռը։ Տեսեք, մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագրությունները որ դիտեք, կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Սա հիմա գիտեք ինչ է հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածը, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այնինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։
ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Ամբողջ դատաքննությունը լրիվ թեմայի մասին էր եւ ամբողջ իշխանական քարոզչամեքենան, Նիկոլիս Ստրուկ դատաիրավական համակարգը, գլխավոր դատախազ քննչականի պետ բոլորի գլխավորությամբ ուղղակի կատարում էին ամբողջ այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը եւ քաղաքական իշխանության պատվերը եւ ամբողջ քարոզչական արշավը նույնիսկ երեք կարծեմ հարցопատասխանի օրը Նիկոլ Փաշինյանի պահվածքը վկայում է քաղաքական պատվերը տրված է ուղղակի փաթեթավորման հարցեր դատավորը հիմա տարբեր փաթեթավորումներ բայց իշխանության համար թիվ 1 հարցը Սերբազանը պետք է մնա անազատության մեջ դեռ հարց է թե ինչ համանախապակումներ կան Սերբազանի հետագա նույնիսկ անազատության մեջ գտնվելու ընթացքում հրապարակային խոսքի, քարոզի եւ այլնի պետք էր այս իշխանությանը բոլոր հայրենասեր, հայրենատեր, խոսքի կշիռ ունեցող հասարակության կողմից այդ խոսքը ընկալվող բոլոր ակտիվ գործիչներին ուղղակի անազատության մեջ պահել, լռեցնել, սա առաջինն է, սա վերջինը չի, ու այսպես շարունակվելու է ընդհանրապես մանր ֆյուրերիկները փոքր երկրներում փորձում են իրենց անաչո ցանկացած խոսք, իսկ այս դեպքում նաև հայրենադավության, հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելու գործողությունները սահուն իրականացնել, որպեսզի դրան ըմբոստություն չլինի։ Եվ պատահական չի, որ սրան հաջորդելու են շատ քայլեր, սրան հաջորդելու են կուսակցությունների դեմ արշավներ, կուսակցությունների արգելումներ, դեպ առնվազն հարցопատասխանի շատ բաներ, բացահայտեր դա եւ նաեւ փոքր ֆյուրերիկը բնականաբար պետք է պատրաստվի իր համար այսպես սարսափազդու ընտրություններին բաց դաշտով հանդես գալու, որպեսզի հետագայում փորձի շարունակի ենթադրում եմ ու համոզված եմ անարդյունք փորձի շարունակի կատարել Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները։ Սրբազանի հոգեվ վիճակը վարակիչ լավ է։ Եվ մենք այստեղ գալիս ենք ավելի շատ կարծես Սրբազանին հոգեբանական աջակցության, բայց մենք հոգեբանորեն զորանում վերադառնում ենք Սրբազանին թեկուզ սերվիս տեսնելով։ Եվ հիշեք, որ Շիրակի թեմը երբեք Սրբազանի բացակայությունը չունի։ Որտեղ Սրբազանը ֆիզիկական եւ միայն մարմնեղեն անձինք հոգեվոր իրականություն է։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ազատի կացարանում հրդեհի գործով դատաքննությունը։ Հիշեցնեմ օգոստոսի 21-ին դատարանը կրտսեր սերժանտ ՌՄ-ին այս գործով դատապարտել էր 3 տարվա ազատազրկման։ Նիստը լարված է անցել, դատարանը հարցաքննել է կացարանի 15 զոհված ինձարայողներից մեկի Հայկ Կիրակոսյանի ընկերուհուն Սյուզանա Զաքարյանին։ Հարցաքննությունն անցել է առանց տեսանկարահանման։ Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանն ասել է, որ դեպքի օրը ժամը 24:30-ին Հայկը խոսել է ընկերուհու հետ եւ գործի վարույթի շրջանակում ձեռք բերված նյութերով հիմնավորվում է, որ ընկերուհու հետ խոսելուց 10 րոպե անց հրդեհը բռնկվել է։ Այստեղ էլ է կասկած առաջանում, չէր կարող Հայկը հեռախոսով խոսել ընկերուհու հետ ու դրանից 10 րոպե հետո բռնկված հրդեհից շմոլ գազով թունավորվել ու այրվել։ Նորիկյանը հակասական ցուցմունքների շարքից է համարել նաեւ հրդեհից փրկված ինձարայողներից Գարուշ Սարգսյանի դռնով, այլ ոչ թե պատուհանով դուրս գալու հանգամանքը։ Նշեմ, որ տղաների հարազատները պաշտոնական վարկածին չեն հավատում։ Ցավոք սրտի իրականացված քննությունը, թեև պետք է ընդգծել, որ քննության ընթացքում իրականացվել է 2 անգամ քննչական փորձարարություն, բայց ամբողջությամբ չի հերքվել կամ անխոցելի կերպով չեն բերվել այնպիսի փաստարկներ եւ ապացույցներ, որ Գարուշը ինչպես այսօրվա դատական նիստում արձանագրվեց այդ մասին դուրս չի եկել զինվորական կացարանի դռնից, որովհետև տեսեք, միայն այն հանգամանքը եւ առաջին անձը չի, որ նման ցուցմունք է տվել կամ նման տեղեկություն է հայտնել զոհված ինձարայողների ծնողներին, այո, մշտապես եղել են մի քանի ովքեր ընդգծել են, որ Գարուշը Սարգսյան դուրս է եկել դռնից եւ ոչ թե ճաղավանդակներից։ Հենց այսպիսի հակասական ցուցմունքների կամ տվյալների համադրությունն է բերում այն հանգամանքին, որ նշված անձանց ցուցմունքների նկատմամբ արժանահավատության ճգնաժամ է առաջանում։ Ես չեմ կարող հաստատապես պնդել եւ մյուսը, բայց որ այս քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների
արժանահավատության, դրանց թույլատրելիության, դրանց վերաբերելիության, դրանց նկատմամբ վստահության ճգնաժամ է առկա, դրանում չեմ կասկածում։ Մեծ ծավալի այդ մասշտաբի հրդեհի հետևանքով եւ զինվորական կացարանի հատակի այրվածության աստիճանը եւ տարբեր զինծառայողների այրվածության աստիճանը բարձրացրել է մի շարք հարցեր, բայց այդ մասին մենք պատրաստվում ենք համապատասխան անձի հարցաքննության ժամանակ, մասնավորապես այս քրեական վարույթի շրջանակներում համալիր փորձաքննություն իրականացած փորձագետին, հրդեհատեխնիկական, ուրեմն այլ փորձաքննություն իրականացած փորձագետին տալ հենց այդ հարցերը, փորձելով հասկանալ, թե ինչպես կարող էր նման տարբերակված հետևանքներ առաջանալ այս գործընթացում։ Մի անձ, որը գտնվել է նույն տեղում, ստացել է այլ բնույթի այրվածքներ, մեկ այլ անձ բոլորովին այլ բնույթի եւ այլն եւ այլն։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է դեմ արտահայտվել ԱՄՆ հարկատուների միջոցներն Ուկրաինային օգնելու համար օգտագործելուն։ Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը, ուղղակիորեն ներգրավում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ, խաղալով կրակի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար նախատեսված զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կլինի։ Կրեմլը հայտնել որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի զինումը բացասական ազդեցություն կունենա բանակցությունների վրա։ Թուրքիան կշարունակի բնական գազ գնել Ռուսաստանից չնայած Վաշինգտոնի կոչերին, հայտարարել է այդ երկրի էներգետիկայի նախարար Բայրակթարը։ Մենք համաձայնագրեր ունենք Մոսկվայի հետ, ձմեռային սեզոնը մոտենում է, չենք կարող մեր քաղաքացիներին ասել, որ գազ չկա, հետևաբար մենք պետք է գազ ստանանք Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից, նշել է նախարարը, հավելելով, որ Թուրքիան էներգառեսուրսները ներմուծում հաշվի առնելով սեփական կարիքները։ Բայրակթարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում կապույտ հոսք խողովակաշարով Թուրքիա բնական գազի մատակարարման համաձայնագիրը երկարաձգելու մասին։ Ավելի վաղ Սպիտակ տանը Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը կոչ էր արել Անկարային դադարեցնել ռուսական էներգակիրների գնումը եւ այդպիսով չնպաստել ռուս-ուկրաինական պատերազմի շարունակմանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ընտրում է էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման քաղաքականությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ 2025 թվականին Ռուսաստանը սահմանափակ հաջողությունների է հասել մարտի դաշտում։ Նա կոչ է արել շարունակել Մոսկվայի վրա ճնշումը պատերազմը դադարեցնելու համար։ Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական զինված ուժերը օրական 500-ից 600 անօդաչու թռչող սարք են արձակում Ուկրաինայի ուղղությամբ, մինչդեռ ուկրաինական ուժերը արձակում են 100-ից 150 ԱԹՍ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանին հարվածելու համար Ուկրաինան մինչև օրս կիրառել է միայն սեփական հեռահար զենքերը, սակայն Դոնալդ Թրամփի հետ իր վերջին հանդիպումից հետո հնարավոր է նորություններ լինեն։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն էլ իր հերթին հայտնել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին, որպիսի դաշինքը կարողանա դրանք մատակարարել Ուկրաինային։ Նրա խոսքով Դոնալդ Թրամփը այդ հարցում տրամադրված է վճռական։ Ֆրանսիայում զանգվածային ցույցերը շարունակվում են։ 100,000-ավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, այդ թվում Փարիզում, բողոքելու կառավարության տնտեսական խիստ քաղաքականության դեմ։ Ակցիաները մեկնարկել էին սեպտեմբերի 18-ին։ Քաղաքացիները բողոքել են իշխանության բյուջետային ծրագրերի դեմ, պահանջել չեղարկել նախորդ կառավարության ֆինանսական նախաձեռնությունները, ավելացնել հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը, մեծացնել հարուստների համար հարկերը եւ չբարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Շաբաթներ առաջ խորհրդարանը անվստահություն էր հայտնել վարչապետ Ֆրանսուଆ Բայրուին, նրա փոխարեն կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լեկորնյուն։ Նա արդեն հայտնել է, որ պատրաստ է քննարկել պետական ծախսերի հարցը եւ դիտարկել հնարավոր փոխզիջումները։ Մարոկոյում կառավարության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 6 օր։ Դրանք սկսվել են խաղաղ եւ թույլատրվել են իշխանությունների կողմից, սակայն վերաճել են անկարգությունների, որոնց հետևանքով զոհվել է 3 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվել է։ Մարոկոյի փողոցներ դուրս եկած հազարավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացնում կոռուպցիայի դեմ եւ պահանջում են առողջապահական եւ կրթական համակարգերի բարեփոխումներ։ Ամենամեծ բողոքի ցույցերը տեղի են ունենում Մարաքեշում, Կասաբլանկայում, Տանժերում, Սալեում եւ Տետուանում։
Վիետնամում Բուալոյ թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, ևս 19 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 100-ից ավելի մարդ վիրավորվել է։ Վիետնամի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարարության տվյալներով ավերվել կամ վնասվել է ավելի քան 158,000 տուն, 14,000 բնակելի շենք, ոչնչացվել է մոտ 26,600 հեկտար բրնձի եւ այլ մշակաբույսեր, ինչպես նաեւ ավելի քան 9,500 հեկտար ձկնաբուծարան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վիետնամի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում հարվածել է Ֆիլիպիններից եկած Բուալոյ թայֆունը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակ առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էլ կբարձրանա մինչև 10-ը։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից վայրկյաններ անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում հաճելի հանգստյան օրեր։